ուզում եք ասել, որ Ինգան Հայաստանում է։ Ամենայն հավանականությամբ հա։ Ու Աննա, ես զարմացած եմ, որ քեզ չի զանգել։ Ես երեկ եմ խոսել մոր հետ, իրեն էլ չի զանգել։ Ու ես այս ամենը շատ անհավանական եմ համարում։ Աննա ջան, խնդրում եմ ինձ ճիշտն ասա։ Դու տեսել ես Ինգային։ Չէ, ես… Լավ։ Ցտեսություն, Աննա։ Իսկ եթե Ինգան փորձում է ինձ հետ խոսել, բայց եթե անջատում էր զանգը, էլի թող զանգեր։ Եթե Ինգան եկել է, ուրեմն հաստատ ինձ կզանգեր, հաստատ։ Եթե այն ժամանակ առաջինը ինձ զանգեց, ուրեմն հիմա էլ կզանգեր, կամ կգար, կամ… Չէ, հնարավոր չի, որ Ինգան այստեղ լինի։ Լիլ, բարև բալուս, բարև, ոնց ես ցավդ տանեմ, ոնց ես, լավ եմ, դու խոստացար չէ ինձ, որ կզանգես, կգաս, քո այդ պատմություններից հետո ես շատ անհանգիստ եմ, մամ, ես լավ եմ, լավ եմ, ուրախ չես, որ եկել եմ, մամ, ինձ թվում է, որ դու իմ ասածներից հետո քեզ հավաքել ես, անմիտ բաներ չես անի, բայց ես ինչպես տեսնում եմ, դու լավ չես զգում քեզ։ Մամ, ասում եմ լավ եմ, ինձ համար այդքան էլ հեշտ չի, դու չես հասկանում։ Լիլ, դու ես բարդացնում քո իրավիճակը, մի չափազանցրու այդքան, խնդրում եմ քեզ, անմիտ բաներ չանես, ցավդ տանեմ, ես եկել եմ քեզ իմ տուն տանեմ, խնդրում եմ քեզ, գնանք իմ տուն։ Մամ, չէ, չեմ կարող, ты преувеличиваешь, մամ, լավ է, ամեն ինչ լավ է, մամ։ Լիլ, ես Նարեկին եմ զանգել։ Ինչի համար ես Նարեկին զանգել։ Ոնց թե ինչի համար, որ իմանամ թե ինչպես ես, գիտես ինչ ասաց Նարեկը, Նարեկն ասում է, որ դու հիվանդ ես, որ անդադ լաց ես լինում, ինչի պիտի Նարեկ այդպիսի բաներ ասի, հա, քեզ եմ հարցնում։ Գիտես Լիլ, Նարեկը առաջվա նման քո մասին չի խոսում։ Մամա, Նարեկը շատ փոխվել է։ Նարեկը առաջվա նման չի, ամեն վայրկյան վազում էր իմ մոտ, մամ, իսկ հիմա ինքը փոխվել է, մեծացել է Նարեկը։ Տիգրանն էլ է մեծացել, բայց մոր հետ շատ լավ է։ Վերջացրու, մամ ջան։ Լիլ, խնդրում եմ ես քեզ, գնանք իմ մոտ, գոնե մի շաբաթով, հա ցավդ տանեմ, խնդրում եմ քեզ։ Ես չեմ կարող, ես չեմ գա, մամ ջան, ինչի համար։ Քեզ հանգստանալ է պետք, հասկացի, որ անջատվես ամեն ինչից, այս ամեն ինչից ես շատ եմ վախենում, քեզ համար շատ անհանգիստ եմ։ Մամ, որտև ինձ սիրում ես, չէ։ Իհարկե սիրում եմ։ Որտև ես քո աղջիկն եմ, չէ, մամ։ Հա։ Մամ, իսկ ես ինչ անեմ, մամ։ Мам, ես որ տեսնում եմ իմ աղջկան ու ոչինչ չեմ կարողանում անել, ты понимаешь, от этого бессилия ես սկսում եմ նյարդայնանալ, ես սկսում եմ ատել այդ աղջկան, հասկանում ես, մամ։ Լիլ, հանգստացի խնդրում եմ, բայց խնդրում եմ ինձ հետ չհամեմատվես, ես քեզ պահել եմ, մեծացրել եմ, ես քեզ սիրում եմ, հասկացի։ Մամ, ես ինձ շատ հեշտ էր, շատ, մինչև ես չտեսա իրան, հիմա ես ոնց ասեմ, ես չեմ կարողանում ինձ համոզեմ, որ պետքա չհիշեմ իրան, մոռանամ, հասկանում ես։ Պիտի կարողանաս, Լիլ, պիտի կարողանաս, հասկացի։
Բարև ձեզ։ Բարև։ Ես չգիտեմ ճիշտ եմ եկել։ Դու Աննան ես։ Հա, Տիգրանի մոտ ես եկել։ հա, պարոն Գնունին ինձ ասեց, որ գամ էստեղ։ Հա, ինքը դուրս է եկել, մի քիչ հետո կգա։ Պետք է սպասես։ Լավ, Արի նստի։ շնորհակալ եմ։ Չէ, նստի, սպասի։ Արի։ Ինչ ես անում, ուտելիք եմ պատրաստում։ Եո։ Ես նորություն է։ Տան ուտելու ոչ մի բան չկա։ Այ պարզան է։ Վալես, մի բան եմ մտածել։ Քանի որ այս տարի մենք չենք կարողանում ոչ մի տեղ գնալ, ուզում եմ գոնե դու գնաս։ Ընկերուհուս հետ խոսել եմ, իրենք ծով են գնում, ուզում եմ հետները գնաս։ Հա, Մարիաշ։ Ես չեմ ուզում, մամ։ Ինչի։ Մամ, չեմ ուզում։ Բալես մեկա չեք պարապելու, չէ։ Ես քեզ կարող եմ ուղարկել, թող չտեսնեն, ասեն, ահա, չեն գնում ոչ միտեղ։ Ամեն տարի գնացել ենք, հիմա թող ոչ մի նման բան չմտածեն։ Ես քեզ կուղարկեմ։ Մամ, ինչքան ես ուրիշների համար ապրելու։ Ինչ ուզում են, թող ասեն։ Ես ոչ միտեղ չեմ գնալու։ Բալես ինչի ես տենց ոգևորվել։ Այդքան ուտելու ես դու։ Մենակ ինձ համար չի։ Ես էլ չեմ կարող այդքան ուտել։